Հայաստանը մեծ հաշվով 3 միլիոն բնակչություն եւ ամբողջական sense ոչ շատնից ինքը օրինակ sense ասեմ Ովերեն Ռոնալդի, ասենք 1/3-ն է։ Լավ, բայց գազատար բան պետք է։ Չէ, բայց ինչքան եք ծախսում։ Հասկանում եմ, բայց ինչքան եք ծախսում։ Գազը կարա լինի հեղուկ գազ, որը կարա գա վագոններով եւ Աբովյանում բան արվի եւ ընդերից ծրվի մեր գազային ցանցում։ Այսինքն այդտեղ խնդիրը տեխնիկական է, այլ ոչ թե ֆիզիկական։ Բացի դրանից չենք մոռանում, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանի, առնվազն հայտարարվել է որպես տարածաշրջանի գազային հաբ եւ այնտեղից կարելի է այդ ամբողջ հարցերը լուծել շատ արագ տեմպով։ Առանց որից է բանի, էլ չասած որ վերջերս նախորդ շաբաթ, թե նույնիսկ այս շաբաթվա ընթացքում Վրաստանը հայտարարեց, որ ինքը Ադրբեջանի հետ եկել է պայմանավորվածության եւ Ադրբեջանը Վրաստանին կտրամադրի մոտարապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ճիշտն ասած ես չեմ հասկանում ինչի է պետք Վրաստանին 2 միլիարդ խորանարդ մետր, Վրաստանը գրեթե ոչինչ չի արտադրում եւ Վրաստանի բնակչությունը այդքան մեծ չի, իսկ գազաֆիկացությունը այդքան նույնիսկ Հայաստանից քիչ է, Հայաստանից փոքր է բանը։ Այսինքն դրանք շուտ խնդիրներ կան երևի թե որոնք որ կապված են կարող է չի բացառվում նաև ջերմոցային ինչ-որ բաների հետ կամ նաև Վրաստանը ուզում է ինչ-որ բան վերավաճառել։ Այսինքն Ադրբեջանը հերթական անգամ կաշառքի տեսքով գազա տալիս Վրաստանի ղեկավարությանը, ինչի դիմաց դե մենք օրինակ տարիների ընթացքում համոզվել ենք, որ ամենապատասխանատու պահերին Վրաստանը տարօրինակ չեզոքություն է դրսևորում եւ օրինակ պատերազմի ժամանակ թույլ չի տալիս որ Հայաստանին զենք գա երկակի նշանակության ապրանքները կան Հայաստան կամ բեռնափոխադրումների համար հայկական ստեղծումը հավելալ ֆինանսական սենց ասեմ բարդություններ։ Ինչու եք հիշեցնում դա։ Դե որտեվ մարդկանց մոտ բան կա վարդագույն ակնոց կա տարածաշրջանի վերաբերյալ որ Ադրբեջանից խաղաղություն է, իսկ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցություն Վրաստանի այս կառավարության հետ մենք չենք կարող ունենալ ռազմավարական համագործակցություն, քրիտիկական թշնամական ճամբարում գտնվող ղեկավարությունը, հա պետք է այդպես։ Քանի դեռ Ադրբեջանի հետ չի կնքված։ Չէ, կապ չունի, նույնիսկ եթե կնքվի, որտեղ իրանք Պուչուրի կորբաններ են։ Այսինքն Իվանիշվիլին ակնհայտորեն չի կարող դիտարկվել որպես Իվանիշվիլիի կառավարությունը, որպես ռազմավարական գործընկեր, հա ինքը սիտուատիվ ինչ-որ գործընկեր է, ինքը տնտեսական հարաբերություններում այո ինչ-որ կարող է դիտարկել, որ եթե չգիտեմ ինչ-որ բան փոքր քանակների ծավալների մասին է խոսքը, դա էլ կարող է կանել, բայց օրինակ արդյոք կարողանաք ուկրաինական ցորեն 300,000 տոննա բերել Վրաստանի տարածքով մեծ հարց է։ Բա որտեղով բերեն։ Չէ, թույլ տան թե չէ, պետքա փորձենք, Թուրքիայով պետք է բերես։ Հնար չկա, Թուրքիայով պետք է բերես, բայց ասենք Վրաստանով կարողանաս բերես։ Երկակի նշանակության ապրանքները կարողանաս բերես, թե ոչ։ Ֆրանսիական, ասենք, չգիտեմ, ծանր զրահատեխնիկան կամ հոբ միջոցները կարողանաս բերես, թե չէ։ Ես օրինակ չեմ վստահում Վրաստանին։ Վրաստանի այս կառավարությանը, բարձր ոչ թե Վրաստանին, Վրաստանը։ Բարի, ուշագրավեր այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ժամանակ երևի մի քանի բան կարելի է ընդգծել, բայց շատ հետաքրքրեց ինձ այդ Նիկոլ Փաշինյանի այդ հստակ պատասխանը, որ ասում է ես կպատասխանեմ հստակ, չգիտեմ, շատ հստակ, որ 13 թվականը չի կրկնվի, իրեն ուղիղ հարց տրվեց, ասեց կարող եք էլի հանկարծ նորից ինչ որ շրջադարձ անել, ասեց ոչ։ Նայմա, դա ինչ։ Հիմա այդ 13 թվականը որպեսզի կրկնվի, մարդիկ պետք է լավ հասկանան 13 թվականը ինչ էր եղել։ 13 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանին ռուսական ծագումներով օլիգարխատը դրել է այնպիսի բանակցային պայմանների մեջ, որը թույլ չէր տալիս, տեղ չէր թողում Հայաստանին այդ բանը ստորագրելու, այստեղ նույնիսկ եթե Ռուսաստանի ճնշումը չէր, ինչքան հայկական ազգանուններով, այդ թվում Սամվել Կարապետյան, այդ թվում Ֆիլոս Սոկրատ, այդ թվում այլոք Ռուսաստանում փող բռնած ինչ-որ հայեր, որոնք որ ամեն ինչ արել են, որ Հայաստանը
Եվրոասոցիացիոն ստորագրի, իրանք իհարկե եղել են իրանց մասով ճնշման տակ, Ռուսաստանի, բայց դե ճնշում կա էլ։ Այսինքն դուք արձանագրում եք, գիտենք, բոլորս էլ գիտենք որ ճնշման տակ է եղել, դուք ասում եք օգոստոս, որից հետո եկավ սեպտեմբեր։ Նիկոլ Փաշինյանը այսօր վստահ ասում է, որ այդ ճնշման տակ ինքը չի հայտնվելու։ Իհարկե, որովհետև կամ չի ենթարկվելու այդ ռուսական ալիգարխը 13 թվականին բացի Ռուսաստանում փող բռնած տարօրինակ հայերի, որոնք մենք հիմա արդեն համոզված ենք, որոնցից ոչ մեկի հայերեն նորմալ չի խոսում, այլ տարբերակ չկար, այսինքն նախ հասարակությունը պատրաստ չէր տենց կայլերի։ Թույլ տեղեր ունեինք։ Ոչ միայն թույլ տեղեր ունեինք, բնակչությունն էր թույլ ընդհանուր առմամբ։ Բնակչությունը չես կարող դու միանգամից փոխեսել հասարակական կարծիքը, ցավոք սրտի այդ բաները պետք էր։ Դուք հիշեք 13 թվականին այսինքն ոչ քարորիա կար, ոչ բան կար, այսինքն մենք գորգռում էինք, որ Ռուսաստանը իհարկե դավաճան տականք սրիկա երկիր է, բայց ով էր դրան հիշեք, հարցումները բարձրացնենք 72%-ը Ռուսաստանն ավելի շատ էր վստահում, քան Հայաստանի կառավարությունը։ Այդ բաներ կան էլի, որոնք որ շատ մեծ դժվարությամբ է դրա մեջով անցնում։ Եվ այդ դժվարությունները ուղղակի վրա եկան։ Հիմա ամեն դեպքում այն ժամանակվա կրկնությունը պարզա հիմա չի կարա լինի, որովհետև նախ այդ ալիգարխատը չկա, որ կարողանա ճնշի։ Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ բանը, հա, ճնշողը չկա։ Այսինքն չկան այն մարդիկ, ովքեր կարան գան Նիկոլին ու ասեն, գիտես, չկա այգու տնտեսությունը, սենց է, որովհետև նախ Եվրամիության դիրքորոշումն է փոխվել, երկրորդը իրոք ինչով պետք է ճնշեն։ Տեսեք, տրանսֆերտներ խոսեցին, գազ խոսեցին, այդ բանն է, տեսեք, տրանսֆերտները բանը, ձուկը թողենք այդ ձուկը այդքան չի։ Այն ինչ որ Հայաստանը, հա, տեսեք, Հայաստանը ինչ որ արտահանում է ինքը կշարունակի արտահանել, որտեղ ազատ տնտեսական հարաբերություններ են ուզեք թե չուզեք, այն ինչ որ պետք է Ռուսաստան կգնա, հիմա արդեն ասենք հայկական արտադրանքը ադրբեջանական կնիքներով գնում է որպես ադրբեջանական կամ վրացական ապրանք, հետի որ մարդիկ իմանան էլ հանգարց չմտածեն, չեմ ենթադրում գիտեմ, խնդիրը լրիվ ուրիշ է, այդ Ռուսաստանում պետք կա, այնտեղ կծախվի կտանեն, որովհետև այդ իրանք սովոր են տենց բանի, բայց ինչ վերաբերվում է նրան թե Հայաստանը տրանսֆերտ, այդ սաղմանները, այդ լեգենդները վերջացեն, Ռուսաստանի այսպես կոչված խոպանչիների դասը կամ ստրատան կամ սոցիալական խումբը, իրանք շինարարության ոլորտում էին, այսինքն այդ տրանսֆերտները հիմնականում գալիս էին նրանցից, ովքեր շինարարության ոլորտում էին, սեզոնային, որ տրանսֆերտները դա սեզոնային աշխատողների բաներն են հիմնականում, նրանք ովքեր գնում են ու այնտեղ ընտանիք են կազմում, ասենք մի հատ Նատաշի հետ փսակվում են, մի հատ ընտանիք ունեն, այնտեղ միացստե, ասենք, չգիտեմ, Սառնախբյուր գյուղում ու ինքը տենց երկու ընտանիքով ապրում է, իրան էլ տրանսֆերտ չի։ Իրանը ասենք ինչ որ բանը ժամանակ առ ժամանակ փող է գցում։ Տրանսֆերտը դա ստաբիլն է։ Հիմա եթե դու տեսնում ես, որ Ռուսաստանի շինարարական ոլորտը փակվում է, ну գնում են բանկրոտության, Սամալյոտը, Դոմերեֆը, բաները, այսինքն այդ ամենախոշոր կառուցապատողները Ռուսաստանի, ունենք բանի եզրին են, փլուզման, սնանկացման մի կողմ, սնանկ ճանաչելը դա ֆինանսական գործընթաց է, որը շուկայի համար ընդունելի եւ նորմալ է, եւ ասենք դու ինչ որ կառավարիչ ես նշանակում, պարտքերը վերաձևավորում ես, դա չի նշանակում, որ ինչ որ բան է կատարվում ընկերություն կարա շարունակի աշխատել։ Ասենք եթե չեմ սխալվում, Boeing-ի 3 անգամ սնանկ է գնաց։ Խնդիրն է փլուզման եզրին է, որովհետեւ համակարգային խնդրեմ կա այնտեղ։ Այդ համակարգային խնդրեմը դա թանկ փողն է, կենտրոնական բանկի տոկոսադրույքի հետ կապված թանկ վարկերը, որտեղ ամբողջ կառուցապատողների այդ ընտանիքը կամ դասը կանգնած է նրա վրա, որ ինքը վարկային միջոցներով է աշխատում, եթե վարկային միջոցներ չկան, ինքը չի կարողանում կառուցել, բայց սրան գումարած գալիս է նաև հիպոթեկի հարցը, որտեղ դու կառուցապատում ես, օքեյ, ումա պետք։ Հիմա օրինակ Երևանը, որ այլանդակի ապականել են 30 հարգանից շենքերով պայմանական 25-20, ասենք ես, որ թույլտվություն տվողը պետք է 20 տարով նստի, քանի հարկի թույլտվությունն է, ինչի է, որովհետև անկապ հիպոթեկի բան կա, մարդ կա 3 հատ տուն ա վերցրել հիպոթեկով,
որը լրիվ անիմաստ է, ինքը ուղղակի Երևանը ապական է այլանդակել են, իսկ մարդիկ կան, ովքեր միևնույն է, նույն ասենք չգիտեմ, երիտասարդ ընտանիքները երեխաներով, այդ հիպոթեք կոչվածի բաներին չեն համապատասխանում, նստած են վարձով են ապրում։ Ու սա ստեղծում է սոցիալական անհավասարություն եւ ինքը սխալ է ընդհանուր առմամբ։ Նույն բանը կա Ռուսաստանում։ Ռուսաստանում ասենք ինչ որ հիպոթեկային ծրագրեր կային, այդ հիպոթեկային ծրագրերը ստեղծվում էին նրա համար եւ տրվում էին նրա համար, որ այդ անկապ կառուցապատողները իրանց գումարները հետ բերեն, որտեղ բոլորը փոխկապակցված ինչ որ ճակերտավոր ասած բիզնես փողակտում են։ Հիմա դա փլվել է, դա չկա, որտեղ գումարն է, կենտրոնական բանկը փողը թանկացրել է, հետեւաբար հիպոթեկն է բարձրացել։ Հետեւաբար այդ հիպոթեկով արդեն ոչ մեկ չի ուզում տուն վերցնի, այդ հիպոթեկային ծրագրերը, որոնք սուբսիդավորվում էին կառավարության կողմից, դա էլ է բանը, որտեղ պատերազմին գնում է բյուջեի 40, բյուջեին ծախսային մասի 40%-ը մենակ օֆիցիալ տվյալներով է գնում պատերազմին։ Ռուսաստանը փող չունի։ Ֆինանսների արտահոսքն են փակում, հա։ Ֆինանս չկա, որ արտահոսք լինի, սուտ է դա։ Ինչ է Կա դա։ տպավորություն մարդկանց մոտ Հայաստանում, որ միևնույն է ինչ որ բան այդ Ռուսաստանից գալացող գումարը, այն որ վիճակագրության մեջ նշվում է, դա բանի գումարն է։ Ստվերային գործողությունների, որոնք որ այսպես կոչված իմպորտազամիշենիայի կտորն։ Իդ քանի տարի է արդեն այդ փողը չի գալիս ընտանիքներին։ Այդ փողը գնում է դախլչիներին եւ բաներին։ Այդ այն փողն է, որը ընդհանրապես Հայաստանը պետք է մաքուր մնա այդ փողից։ Փողը չպետք է Հայաստան գա։ Նույնիսկ որ իրանք ճիշտ են անում, որ փակվում են, Հայաստանի տեսանկյունից ճիշտ են անում։ Այսինքն Հայաստանին վնաս չի, այլ Օգուտ է։ եւ սա ֆինանսական պատերազմ չի, ինչու եմ ասում, որտեվ այս Չէ, ձևակերպումները Ռուսաստանի համար, Ռուսաստանի տեսանկյունից սա ֆինանսական պատերազմ է։ Բայց այդ այն վիճակն է, որ Հայաստանի համար դա շատ դրական է։